Ես պատրաստ չեմ ընդդիմադիր լիդերի կարգավիճակին, մենք իշխանությունը վերցնելու ենք։ Միլիարդատեր Կարապետյանը, որ քարոզարշավի ընթացքում պարտության մասին հարցեր անգամ չէր ուզում լսել, ընդդիմադիր առաջնորդի կարգավիճակի հետ հաշտ է, եթե մանդատները վերցնեն ու խորհրդարանում աշխատեն, արդյոք չի նշանակում, որ նա պատրաստ է ընդդիմադիր լիդեր լինել Փաշինյանի իշխանության օրոք։ Կարապետյանի թիմակից Գոհար Մելոյանն ազատության հարցին ուղիղ պատասխանելու փոխարեն ընդդիմադիրի կարգավիճակի պատճառների մասին խոսեց։ Ես համոզմունք ունեմ, եթե այս ծավալի խախտումներ ու միջամտություններ տեղի չունենար, իմ քաղաքական ուժի առաջնորդը հիմա կլիներ իշխող ուժի առաջնորդ։ Ուժեղ Հայաստանի ընտրական ցուցակի 3-րդ համարը Գոհար Մելոյանը պնդում է, խախտումների ծավալներն այնքան մեծ են եղել, որ փոխել են պատկերը հօգուտ իշխանության։ Բազմաթիվ ծավալուն խախտումներ են եղել ու մեր առաջնորդը պատահական չէր պնդում, մենք ունենք համոզմունք, որ մենք հաղթանակող ուժ ենք։ Ընդդիմադիր Մելոյանը նկատի չունի միայն ընտրության օրը իրենց բացահայտած խախտումները, նախընտրական ամբողջ փուլում իրենց թիմակիցների նկատմամբ հետապնդումները, սպառնալիքները, քրեական գործերն ու կալանավորումները։ Իրավապահները նախընտրական շրջանում տասնյակներով ընտրակաշարքի քրեական գործերի մասին են հաղորդել, որոնց գերակշիռ մասը ուժեղ Հայաստանի մասին է եղել։ Ես համոզմունք ունեմ, եթե քաղաքացու նկատմամբ նման միջամտություններ չլինեն, ես համոզմունք ունեմ, որ լրիվ այլ պատկերի մասին էր խոսք գնալու, անգամ եթե ինչ ասեմ, բացարձակ հաղթանակի չէին գնում 2/3-ի, առնվազն, հա, այդ ընդդիմադիր ուժերը, որոնք հայտնել էին նախորդի, որ առավելագույն ձայն հավաքած ուժին կտան, այդ պարագայում որևէ կերպ քաղաքացիական պայմանագիրը չէր կարող մնալ իշխանության։ Ամեն դեպքում նախընտրական արշավի ամբողջ ընթացքում աջակիցներին հաղթանակի պատրաստող ուժի ներսում ինչ տրամադրություններ են, սպասում էին, որ շուրջ 23% քվեկ ստանան։ Մենք իրական ընտրական արդյունքների հետ գործ չունենք։ Իսկ ինչ խախտումներ են արձանագրել ընտրության օրը, տեղամասերում թիմակիցների նկատմամբ բռնություններից, ծեծից մինչև քվեարկողներին ուղղորդելու, նրանց կամքին միջամտելու, քվեաթերթիկներ տեղամասից դուրս տանելու դեպքեր։ Տեսանյութեր կան, որ ունենք ու ահազանգեր, որ մի շարք ընտրատեղամասերում մարդիկ արդեն նախապես սոցագրպանում քվեաթերթիկով 16 մուտք են գործել տեղամաս։ Սա կոնկրետ արձանագրված դրվագ է, որ հանձնաժողովականները, պաշտոնական փաստաթղթերը մատիտով են լրացրել, ինչի իրավունքը չունեն, որովհետև մատիտով լրացված թվերը կարող են ջնջվել։ Մի շարք տեղամասային կենտրոններում քվեատուփերը կապարակնքված չեն եղել։ Սա այն հայտնի դեպքն է, որ քվեաթերթիկը դուրս է բերվել, հեսա ակնհայտ, ցույց ենք տալիս, որ քվեաթերթիկը դուրս է քաղաքացին բերել եւ աղբար կղում է հայտնաբերվել։ Սևացկես տղամարդը քաղաքացիական պայմանագրի վստահված անձն է։ Խնդրեմ։ Անընդհատ տեսեք։ Գալիս է քաղաքացիները քվեարկում են, վերևից պարբերաբար ընտրողներին վերահսկում է եւ ուղղորդում է։ Իհարկե պետք է արձանագրենք, որ Հայաստանում մեծ ծանոթ process-ները 180 աստիճան շրջվել են, երբ որ կառավարող կուսակցությունը եւ կառավարությունը ընտրությունների արդար եւ ազատ անցկացման ջատագով է։ Մինչ ընդդիմադիր ուժերը Փաշինյանին են մեղադրում կեղծիքների համար, խախտումները տեսանյութերով հիմնավորում, Փաշինյանը հակառակորդներին է կեղծարար որակում, իսկ իրենց արդար ընտրությունների ջատագով։ Ընդդիմությունը որպես գործիք ունի հիմնականում ընտրությունների արդյունքները կեղծելը եւ կեղծիքների մեխանիզմներ օգտագործելը։ Ըստ Մելոյանի, մինչ այս պահը ուժեղ Հայաստանի պահանջով վերահաշվարկ է արվել 900 տեղամասում։ Նրա խոսքով հարյուրավոր քվեաթերթիկներ են ավելացել իրենց օգտին, բայց կոնկրետ թիվ չնշեց, քանի դեռ հաշվարկն ընթացքում է։ Իսկ պնդում է, որ թվերը տեղամասերից կենտրոնական ընտրական հանձնաժողով փոփոխված են հասել կեղծելու նպատակով։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պարագայում ես ունեմ օրինակ կոնկրետ տող, որ ուղղակի սխալ մուտքը երևում է ակնհայտորեն տեխնիկապես սխալ տող են արել, ընդհանրապես տենց պնդում չեմ անում, բայց տեղամասային կենտրոնում թիվը սխալ գրելը ամենայն հավանականությամբ դիտավորություն է եղել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը վստահեցնում է, արձանագրությունների եւ հանձնաժողով հասած թվերի տարբերությունը տեխնիկական է։ Կիրակի օրը, երբ ամփոփվեն արդյունքները, նա խոստանում է իդեալական պատկեր։ Բազմաթիվ դրվագներ ունենք, թե ինչպես են գալիս, այսպես մտնում է վստահված անձը քաղաքացիական պայմանագրի։
Գալիս մտնում են քվեախցիկներ ու մարդկանց նկատմամբ ճնշում են բանեցնում։ Եթե ընտրությունների վրա նշանակալի ազդեցություն ունեցող խախտումների մասին են պնդում, թիմում հակված են մանդատները վայր դնել։ Այս հարցը վերջնական արդյունքներից է կախված։ Մանդատների թեմային մինչև հասնելը, այդ մանդատների հիմքում գտնվող թվերը պետք է ճշգրտենք։ Սենց ահռելի քանակի խախտումներ կա։ 73 Իրենք նաև Բարգավաճ Հայաստան կուսակցության ճակատագրին են սպասում։ Եթե վերահաշվարկից հետո հաջողվի 5 մանդատով խորհրդարան մտնել, ընդդիմադիրների ձայները բավարար կլինեն իշխանության որոշ նախաձեռնություններին դիմադրելու համար։